Բարձրացրելի հայրենակիցներ, այսօր արդեն նոյեմբերի 1-ն է, շաբաթ օր է, մի փոքր ուշ ենք անում մեր հաղորդումը, բայց հետաքրքիր տեղեկություններ ունենք, որոնք որ այս եթերի ընթացքում պետք է քննարկենք։ Հայաստանի մասին միանգամից ասեմ, տեղեկությունները շատ չեն, բայց հետաքրքիր մի հատ տեղեկություն ունենք, որը որ կարծում եմ շատ հետաքրքիր է։ Տարբեր լրատվամիջոցներ հաղորդում են մի հետաքրքիր տեղեկություն, որ իբր, ինչու եմ ասեմ իբր, քանի որ սա հաստատված տեղեկություն չէ, բայց ամենայն հավանականությամբ ճշգրիտ տեղեկություն է, իբր Դոնալդ Թրամփի որդին Թրամփ կրտսերը այցելելու է Հայաստան։ Նոյեմբերի 12-ին է այդ այցը կայանալու Հայաստան։ Եվ սա տեղի ունենում Հայաստանի նորանշանակ դեսպանի շնորհիվ Ամերիկայի Միացյալ Նահանգներում Նարեկ Մկրտչյանի աշխատանքի շնորհիվ է սա, եւ այդ այցի ընթացքում տարբեր տեսակի հանդիպումներ կունենան, ինչպես բիզնես հատվածի ներկայացուցիչների, այնպես էլ իշխանության ներկայացուցիչների հետ, դերևս պարզ չէ, թե այդ այցի ընթացքում վարչապետ Փաշինյանի հետ հանդիպում տեղի կունենա թե չէ, բայց Հայաստանի Հանրապետության դեսպան Ամերիկայի Միացյալ Նահանգներում փաստացի կարողացել է շահագրգռել Դոնալդ Թրամփ կրտսերին, որպեսզի նա այցելի Հայաստան եւ ինչ որ բիզնես ծրագրեր ունենա աչքի առջև եւ տեսնի թե ինչքանով կարող է իր բիզնես ծրագրերը առաջ տանել Հայաստանում։ Բայց այստեղ մեկ շատ կարևոր բայց կա եւ դրա մասին մենք միշտ էլ խոսել ենք վերջին շրջանում հատկապես, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքականությունը շատ լուրջ ձևի փոխվել է Հայաստանի նկատմամբ, հատկապես Դոնալդ Թրամփի, անձամբ Դոնալդ Թրամփի քաղաքականությունը, եւ ես համոզված եմ, որ Թրամփը բավականին լուրջ ներդրումներ է խոստացել Հայաստանին, Ադրբեջանին նույնպես խաղաղության դիմաց եւ Թրամփի երթուղին դրա վառ ապացույցն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ ձևով մուտք է գործում տարածաշրջան։ Դրանից բացի Թրամփը Թրամփով, բայց երբ որ կնքվեց Հայաստանի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ռազմավարական հարաբերությունների փաստաթուղթ, մենք բոլորս էլ ասում ենք, որ սա այնպիսի փաստաթուղթ է, որը որ տասնամյակների ազդեցություն ունենալու, դրական ազդեցություն Հայաստանի վրա, Հայաստանի զարգացման վրա։ Եվ միայն Թրամփը չէ, որ որոշում է, որ այդ փաստաթուղթը կնքվի, չնայած որ նախորդ իշխանության վերջին օրերի ընթացքում կնքվեց այդ փաստաթուղթը, դա եւս ցույց էր տալիս, թե որքան կարևոր է ԱՄՆ-ի համար այդ փաստաթուղթը, բայց դա հաստատվել էր եւ ընդունվել էր նաեւ Դոնալդ Թրամփի կողմից։ Հետո մենք բոլորս լսեցինք Nvidia-ի ծրագրերի մասին, $500 միլիոն ներդրումները, կես միլիարդ։ Պատկերացնում եք, չէ՞, բավականին մեծ ներդրումներ են, եւ Nvidia-ն աշխարհում հիմա համար առաջի տեխնոլոգիական ընկերությունն է, որը որ չափազանց մեծ բյուջե ունի, այն գերազանցում է iPhone-ը եւ այլ ընկերություններ, ահռելի շատ մեծ բյուջե ունեցող ընկերություն է, տեխնոլոգիապես առաջատար ընկերություն եւ դա նաեւ պայմանավորված է արհեստական բանականության թռիչքաձև զարգացմամբ։ Եթե նախկինում այդ չիպերի միջոցով մայնինգով էին զբաղվում Bitcoin, Ethereum եւ այլն, հիմա փաստացի այդ չիպերի միջոցով զարգանում է արհեստական բանականությունը եւ Հայաստանում այդ ներդրումները հստակ վկայում են, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ լուրջ ներկայություն ունենան Հայաստանում, արդեն սկսել ունենալ եւ Դոնալդ Թրամփ կրտսերի այցը չափազանց տրամաբանական է։ Այսքանը Հայաստանի մասով սիրելի հայրենակիցներ, էլի շատ կարող են խոսել եկեղեցուց, հոգեվորականներից, այս կամ այն հայտարարություններից, բայց այսօր չեմ ցանկանա այդ հարցին անդրադառնալ։ Կարծում եմ դեռ շատ առիթ կունենանք այդ հարցերին անդրադառնալու։ Հիմա կարևոր է միանշանակ անցնել միջազգային հարցերի քննարկմանը, որոնք որ իմիջիայլոց կապ ունեն նաեւ Հայաստանի հետ։ Քանի որ Հայաստանը հիմա այդպիսի խորը հարաբերություններ ունի Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ եւ խաղաղության այդ փաստաթուղթն է կնքել տվել Դոնալդ Թրամփը, չէ՞, մեզ համար շատ կարևոր է հասկանալ, թե արդյոք կա որևիցե ուժ աշխարհում, որը որ կարող է խափանել այդ փաստաթուղթը
ազդել Ադրբեջանի վրա, օրինակի համար Թուրքիայի վրա եւ նրանք վերսկսեն պատերազմական գործողությունները ընդդեմ Հայաստանի։ Այսինքն, եթե Ռուսաստանի Դաշնությունը, օրինակի համար Չինաստանը, Իրանը, չգիտեմ, արի կանոններ չտանք, ամեն դեպքում շահ ունենան, որ Ադրբեջանը պատերազմ սկսի Հայաստանի դեմ, իսկ նրանք նաև ուժ ունենան համապատասխան, որպեսզի կարողանան դիմակայել Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ մեր տարածաշրջանում հաղթանակ տանեն, միանշանակ Թուրքիան եւ Ադրբեջանը կարող է գնան դեպի այդ երկրները եւ այդ երկրների միջոցով այդպիսի ծրագրեր իրականացնեն ընդդեմ Հայաստան։ Հետևաբար մեզ համար չափազանց կարևոր է հասկանալ, թե ինչ դիրքերում է հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները, իսկ ես ասեմ հետևյալը, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքերը աշխարհում կարծում եմ, նույնիսկ համոզված եմ, որ Թրամփի օրոք ամրացել են, մի զարմացեք, իրոք ամրացել են։ Դեռ Հնդկաստանը բավարար է պատկերացնելու համար, որ հիմա արդեն հրաժարվում է ռուսական նավթից, տեսանք թե ինչ տեղի ունեցավ Իրանի հետ, դա միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների հաղթանակների շարքին կարելի է դասել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողացավ ոչնչացնել, եթե ոչ ոչնչացնել, կարող է որոշները չհամաձայնվեն իմ հետ, ապա շատ լուրջ վնասել եւ հետ գցել Իրանի ատոմային ծրագիրը։ Հուտիների մասով եւս ինքը բավականին կարևոր հաղթանակ տարավ, իր ուզածին միանշանակ հասավ Ամերիկայի Միացյալ Նահանգները։ Այդ տարիֆային պատերազմների մեջ, Եվրոպայի հետ հարաբերությունների մեջ նույնպես Թրամփը կարողացավ հասնել իրենին։ Հիմա կարծես կարգավորում է նաև հարաբերությունները Չինաստանի հետ։ Կարողացավ Կամբոջայի եւ Թայվանի միջև հաստատել խաղաղություն, տեսնում եք, թե ինչ տեղի ունեցավ այդտեղ։ Ներկա էր նաև Հնդկաստանի եւ Պակիստանի մեջ պատերազմական գործողությունների ժամանակ եւ այդտեղ եւս կարողացավ դադար պարտադրել, ել չեմ ասում Գազան, որը որ տասնամյակներով խաղաղություն չի ունեցել եւ փաստացի հիմա այնուամենայնիվ փախու խաղաղությունն է, չնայած որ 2 օր առաջ շատ լուրջ խախտում էր այդ հրադադարի, շատ լուրջ խախտում էր, բայց Դոնալդ Թրամփը այս պայմանությամբ կարողացել է դեռ հասնել խաղաղության նաև Գազայում, չնայած որ այդ խաղաղության մասով այդքան էլ համաձայն չեմ, քանի որ շատ փխրուն է, բայց ասածս այն է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարողանում է հասնել իր ուզածին, Դոնալդ Թրամփի շնորհիվ կամ միջոցով, ինչպես ուզում եք ասեք, եւ վերջերս սկսել է նաև շատ լուրջ ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա։ Այդ վերջին սանկցիաները, պատժամիջոցները իրոք բավականին լուրջ եւ ցավոտ պատժամիջոցներ են Ռուսաստանի համար։ Նաև ավելի ու ավելի շատ է սկսել աջակցել Ուկրաինային։ Բայց մեկ կարևոր քայլ է անում հիմա Դոնալդ Թրամփը, որը որ կրկին շատ բանի մասի է խոսում։ Նախ Իրանին հարված հասցնելը դա կարելի է ասել չափալախեր Ռուսաստանին եւ Չինաստանին։ Քաղաքական գնահատական կարելի է հենց այդպեսին տալ։ Իրենց դաշնակցին, իրենց շատ հարազատ երկրի, ով որ մի դաշինքի մեջ էր կարծես գտնվում Ռուսաստանի եւ Չինաստանի հետ, այդպես վարվեց Դոնալդ Թրամփը, ոչ ոք ոչինչ չկարողացավ անել, ոչ ոք չկարողացավ անել, ոչինչ չարեցին եւ չէին էլ կարող անել։ Հիմա իրավիճակը բարդանում է արդեն Վենեսուելայի մոտ։ Եվ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարծես թե հստակ որոշում է կայացնում, որպեսզի պետք է հարված հասցնի Վենեսուելային եւ իշխանությունից հեռացնի Մադուրոին։ Տարբեր տեղեկություններ կան, տարբեր հրապարակումներ կան եւ ըստ այդ հրապարակումների Սպիտակ տունը արդեն համաձայնեցրել է Վենեսուելային հարվածներ հասցնելու հարցը։ Ներվի Պենտագոնի հետ են համաձայնեցրել, ես որքան հասկանում եմ, եւ Պենտագոնը նաեւ համաձայնություն է տվել Ուկրաինայի մասով, որպեսզի հրթիռներ տրամադրվեն, տոմոգավ հրթիռներ տրամադրվեն Ուկրաինային, բայց որոշումը այդտեղ կայացնելու է Դոնալդ Թրամփը։ Սակայն վերադառնանք կոնկրետ Մադուրոին, եւ New York Post-ը գրում է, որ Մադուրոյի մասին շուտով կսկսեն խոսել անցյալ ժամանակով եւ Վենեսուելան շուտով լինելու է ազատ, բարգավաճող երկիր։ Եվ Մադուրոյի մասին, ինչպես նշեցի, կարելի է խոսել անցյալ ժամանակում պատմության գրկում կլինի Մադուրոն եւ
Այս New York Post-ի այդ տեղեկությունները իրենք ստացել են սպիտակ տնից, անոնիմ ձևով ստացել են սպիտակ տնից, այսինքն հստակ տեղեկություններով արդեն ճշտված կարծես տեղեկություններով Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստվում են հարված հասցնել Վենեսուելային։ Նաև տեղեկություններ կան, հստակ տեղեկություններ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները արդեն ավիակիրները այնպես են դասավորել, որ շատ արագ, եթե պետք լինի, շատ արագ հարվածներ հասցվեն Վենեսուելային, այսինքն համապատասխան արդեն ռազմական ենթակառուցվածքը հարվածներ հասցնելու համար Վենեսուելային նույնպես մոտեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգները, մոտեցրել է Վենեսուելայի ափերին։ Իսկ Վենեսուելայի նախագահ Մադուրոն շատ լուրջ ձևով իրար է անցել եւ դիմում է Չինաստանին, Ռուսաստանին, Իրանին, որպեսզի շատ արագ սկսեն հրթիռներ տրամադրել, հակաօդային պաշտպանություն, վերանորոգեն իրենց հրթիռները եւ հակաօդային պաշտպանությունը, նաեւ ինքնաթիռները, որպեսզի Մադուրոն կարողանա դիմակայել, իբր կարողանա դիմակայել։ Դե ցնորք է, ինչպես կարող է դիմակայել, բայց ուզում է դիմակայել Ամերիկայի Միացյալ Նահանգների հարձակմանը։ Բայց ես քրեթե համոզված եմ, որ ոչինչ չի կարող անել Մոսկվան։ Չինաստանն դժվար թե անի, իսկ Իրանը ընդհանրապես կարող չէ որևիցե բան անել։ Կարող չէ, կարող է ինչ-որ մի քանի հատ անօթաչու թռչող սարք ուղարկեն ձևի համար, բայց դա ոչինչ չի փոխելու, եթե Իրանը այդքան կարող էր, թող ինքն իրեն կարողանար պաշտպանել, բայց միանշանակ ոչինչ չեն կարող անել, իսկ Ռուսաստանի Դաշնությունը դժվար թե նաև անի։ Եվ այս տեղեկությունները եւս սիրելի հայրենակիցներ, որ Մադուրոն դիմել է Չինաստանին, Ռուսաստանին եւ Իրանին, այս տեղեկությունները նույնպես հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները, հատկապես Washington Post-ն է այս մասին հաղորդում, որ Մադուրոն դիմել է այդ երկրներին, նաեւ դիմել է ամերիկացի ժողովրդին, շատ լավ ինչ որ ձևով, որ շատ բարձր բարոյականություն ունեցող կամ խաղաղասեր ժողովուրդ ինչ որ նման ոճով դիմել է Մադուրոն Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին, որպեսզի փորձի կանխել իր դեմ հնարավոր պատերազմ։ Այսինքն, սիրելի հայրենակիցներ, այս մի քանի օրերի ընթացքում մոտակա օրերին մենք կարող ականատես լինենք, թե ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները հարված են հասցնում արդեն Վենեսուելային եւ փորձում են իշխանությունից հեռացնել Մադուրոին։ Պարզ է բոլորին, որ բնական պաշարներով շատ հարուստ երկիր է Վենեսուելան, նավթով եւ գազով շատ հարուստ երկիր է, իսկ այդ նավթը եւ գազը միանշանակ չափազանց կարևոր են Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, իսկ Վենեսուելան ինքը դիրքավորվել, դասավորվել է որպես Չինաստանի, Ռուսաստանի եւ Իրանի դաշնակից։ Դրա համար այդ ամենը տեղի է ունենում։ Այդ թմրանյութերը ուղղակի կարծում եմ պատրվակ են, չնայած որ դա եւս չի բացառված, որ իրոք թմրանյութեր էին վաճառում վենեսուելացիները հենց Մադուրոյի գլխավորությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների ժողովրդին։ Ես չեմ կարող այդտեղ հստակ դատողություն անել, տեղեկություններ չունեմ, բայց ահա սա հետաքրքիր փաստ է, եւ եթե Վենեսուելային հարվածը տեղի ունենա, ու միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգները հաղթող է դուրս գալու, ես այլ կարծիք չունեմ, դա շատ բան է փոխելու աշխարհում, բայց հետաքրքիրը գիտեք ինչն է, Սի Դինպինի եւ Դոնալդ Թրամփի հանդիպման ժամանակ միթե դրա մասին չի խոսվել, եւ միթե Չինաստանը չի խնդրել Ամերիկայի Միացյալ Նահանգներին, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները չհարվածեն Վենեսուելայի։ Ապրենք կտեսնենք, բայց երեք շատ կոշտ զգուշացում եղավ նաեւ Նիգերիային, կոնկրետ Դոնալդ Թրամփի կողմից, քանի որ այնտեղ նրա խոսքերով հազարավոր քրիստոնյաներ են մահանում, սպանում են հազարավոր քրիստոնյաների, իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները չի կարող թույլ տալ, որ աշխարհի որևիցե ծայրում իրենց քրիստոնեական քրիստոնյա համայնքը տուժի։ Դրա համար դիմել է նաև կոնգրեսմեններին հավելյալ տեղեկությունների համար եւ ասում է, որ Նիգերիան այն պետությունն է, որը որ հատուկ ուշադրության է հիմա արժանի Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները միանշանակ շատ լուրջ ձևով միջամտելու է։ Այսինքն այստեղ եւս կարող է ինչ որ բաներ տեղի ունենան, չգիտեմ, Նիգերիայի մասով շատ չեմ խորացել, բայց
Թրամփի այդ հայտարարությանը հետևելով կարող է նաև որոշ գործողություններ տեղի ունենան Նիգերիայի դեմ։ Սակայն մեզ համար կարևոր այն է, սիրելի հայրենակիցներ, որ Թրամփի համար իրոք շատ մեծ կարևորություն ունի քրիստոնեական համայնքը եւ ինքը շատ կոշտ է տրամադրում այն երկրների նկատմամբ, որոնք որ փորձում են հալածել քրիստոնյա ժողովուրդներին կամ երկրներին։ Դա մեզ համար միանշանակ լավ է։ Այսինքն ոչ ոք Ադրբեջանին, Թուրքիային, Իրանին թույլ չի տա, որպեսզի ճնշեն Հայաստանի ժողովրդին։ Հայաստանը կարող է Թրամփի աչքի առջև ներկայանալ որպես փոքրաթիվ քրիստոնյա ժողովուրդ։ Եվ սխալ չենք անենք միանշանակ, սխալ չենք անի, որ այդպես էլ մենք փորձենք միշտ էլ ներկայանալ։ Որոշները կարծում են, որ սխալ է, բայց ես համարում եմ, որ ճիշտ է։ Չեմ ասում բաց, բարձրաձայն, բայց ներքին կարգով կարծում եմ նման ձև մենք պետք է ներկայանանք Դոնալդ Թրամփին եւ քարտեզը ցույց տալով հստակ ցույց տալ, որ մի փոքրիկ կղզյակ է քրիստոնեական Հայաստանը եւ Վրաստանը մահմեդական աշխարհի ներսում եւ այդ մահմեդական աշխարհը կարող է չի միանշանակ ցանկություն ունի խեղդել մեր երկրները եւ դրա համար մեր երկրներին հարկավոր է բավականին մեծ եւ լուրջ աջակցություն։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, վերջում կարող եմ ուղղակի ավելացնել այն, որ Վիկտոր Օրբանը փորձել է շրջանցել ռուսական պատժամիջոցները, խուսափել, քանի որ լավ հարաբերություններ ունի Դոնալդ Թրամփի հետ, փորձեց շրջանցել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից մտցված պատժամիջոցները, իսկ Թրամփը բավականին լուրջ ձևով զայրացել է եւ ասում է, որ բացառություններ չեն լինելու եւ հստակ հասկացնում է, որ հիմա դրա դիմաց Վիկտոր Օրբանը եւ Հունգարիան պատասխան է տալու։ Տեսնենք, սա եւս շատ հետաքրքիր է։ Ռուսաստանի եւ Ուկրաինայի մասով էլ կա խոսելու հետաքրքիր հարցեր կան խոսելու, բայց կարծում եմ այդ հարցերին ավելի լավ կլինի անդրադառնանք մեր հաջորդ հաղորդումների ընթացքում։ Պուտինը որոշել է այցելել բռնագրավված Ուկրաինայի տարածքներ, նույնիսկ այն տարածքների մասին է խոսում, որոնք որ դերևս գտնվում են ուկրաինական վերահսկողության տակ, բայց Պուտինին զեկուցել են, թե այն արդեն իրենց ձեռքերում է։ Մի խոսքով շատ հետաքրքիր իրադարձություններ են նաև սպասվում այս մի քանի օրերին ռուս-ուկրաինական ճակատում, երեք նաև ուկրաինական զորքերն էին զեկուցում, թե ինչպես են հարվածներ հասցրել երևի 1 տարի առաջ, պես եմ հիշում, այդ օրեշնիկ կոչված զենքին եւ առնվազն 2 օրեշնիկ էին կարողացել ոչնչացնել ուկրաինացիները, այսինքն ուկրաինացիները խոսում են իրենց հաջողությունների մասին, իսկ ռուսները իրենց հաջողությունների մասին եւ այդ այցը հիմա բավականին լուրջ ուշադրության կենտրոնում է, այնտեղի կունենա չի ունենա, որտեղ կայցելի Պուտինը եւ ինչպես։ Դե մենք էլ սպասենք ու տեսնենք սիրելի հայրենակիցներ, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այս բայդարությամբ այսքանը, հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։